Գիտեք չէ՞ հայտնի արտահայտությունը, որ ասում է, եթե ուզում ես քանդել պետությունը, կարևոր պաշտոնների կամ դերակատարությունների նշանակիր մարդկանց, ովքեր կապ չունեն դրա հետ եւ կոմպետենտ չեն։ Հիմա այն ինչ որ տեղի ունենում այսօր ու այս քննարկումը, լավագույնս ցույց է տալիս այս քաղաքականությունը։ Գիտեք, ձեզ մասնագիտական հարցեր են տալիս, դուք հուզական ֆոնի հետևում եք թաքնվում, փորձում եք ձևացնել, որ թիրախավորվել է ձեր միջին մասնագիտական կրթությունը, մինչդեռ որևէ մեկը ոչ միայն չի թիրախավորել կամ արժեզրկել, հակառակը շատ կարևորել է միջին մասնագիտական կրթությունը։ Խնդիրը այլ բանի մասին է։ Ձեզ պարզ հարց տամ, որ պատկերացնեք, ձեզ ով կես նախադասություն անգամ կհանդիմաներ կամ որևէ բան կասեր ձեր կոմպետենտության մասին, եթե այսօր ձեզ ուղված հարցերին դուք պատասխանեիք, ուղղակի պատասխանեիք, ոչ թե հայտարարեիք, որ ձեր մասնագիտական փորձի ետևում սերն է, հարգանքն է, անքուն գիշերներն է։ Շատ ուրախ ենք այդ անքուն գիշերների համար, բայց դա ինչ կապ ունի հայտարարության հետ, որ դուք որպես ոլորտի կարևորագույն խնդիր նշում եք, որ բժիշկը չի նայում պացիենտի աչքերին։ Ասենք Հայաստանում առողջապահության լրջագույն խնդիրներից մեկը է դա, չէ՞ գիտեմ, որ դա ձեր պատկերացումն է, ու ամբողջ խնդիրը դա է, որ դա է ձեր պատկերացումը ոլորտի մասին։ Ես իսպանական ամոթ եմ ապրում, երբ պատկերացնում եմ բժիշկներին, ովքեր հետևում են այս քննարկմանը, գլխավոր բժիշկներին, առողջապահության ոլորտի մասնագետներին, կամ ապշում եմ։ Ինչ է նշանակում դիահերձարանները հո ամենտեղ պետքա չլինեն, մարզպետարանները ո՞նց են աշխատում։ Էս է ձեր պատկերացումը ու էս է խնդիրը, բայց դուք չեք խնդիրը ամենևին։ Սա ձեր մոտեցումը չի, սա ձեր անձնական խնդիրը չի, դուք իշխող ուժի թեկնածուներից մեկն եք, կարևոր պաշտոններում նշանակվող թեկնածուներից մեկը։ Իսկ ինչ պատկեր ունենք մենք ամբողջ Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ ունենք մենք հիմա։ Մեր առողջապահության նախարարը իրավաբան է, մեր պաշտպանության նախարարը պատմության ուսուցիչ է, մեր արտաքին գործերի նախարարը անհայտ է ինչ կապ ունի դիվանագիտության հետ։ Դուք մեր դիվանագիտական բլոկին տեսել եք։ Այն որ այս իշխող ուժի ամենավառ ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր դեսպանները պիտի դիվանագետներ լինեն պրոֆեսիոնալ։ Հիմա մեր դիվանագետներին տեսել եք։ Լիլիթ Մակունցը ինչ կապ ուներ դիվանագիտության հետ, դրանից հետո սոցիալ նախարարը ինչ կապ ունի։ Մի բան, որ հետո պարզվեց արտաքին հետախուզական ծառայության պետն է։ Դուք գիտեք, չէ՞, որ մենք ունենք էներգետիկայի նախարարություն։ Հետո այդ նախարարությունը լուծարվեց, այդ մասը շատ են սիրում այդ լուծարելու։ Գնաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, ու մինչեւ հիմա փոխնախարար չունենք այդ ոլորտի։